Մինչև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը Հայաստան-Ադրբեջան փաստացի խաղաղության պայմաններում, ինչպես ձևակերպում են Երևանի եւ Բաքվի իշխանությունները, այս օրակարգը դեռ պետք է կյանքի կոչվի, որ բարեկեցությունը գա։ Ամերիկյան Access-ի հետ զրույցում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն է ձևակերպել. Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը, մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության։ Ավելի մեծ ինքնիշխանությունը նշանակում է ավելի փոքր կախվածություն մեկ խաղացողից։ Դեսպան Մկրտչյանն այստեղ շարունակում է անդրադառնալով Հայաստանի սպառազինությանը. Տասնամյակներ շարունակ զինվում էինք խորհրդային զենքով, հիմա սկսել ենք ռազմական հարաբերություններ ձևավորել Վաշինգտոնի, Փարիզի, նաև Նյու Դելհիի հետ։ Այժմ դուռը բաց է։ Տասնամյակներ անց մենք հնարավորություն ունենք ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու։ Սա մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության մի մասն է։ Ներկայում մենք տարբեր տեխնոլոգիաներ ենք ստանում ավելի քան 7 երկրից, այդ թվում ԱՄՆ-ից։ Այժմ դուռը բաց է, ավելի քան 7 երկրից տարբեր զինատեսակներ ենք ձեռք բերում, բայց նախորդ տարվա օգոստոսից Հայաստանի հետ խաղաղության փաստաթղթի նախաստորագրմամբ ռազմական տեխնիկա մինչև այդ էլ տարբեր երկրներից ձեռք բերող Ադրբեջանի առաջ նույնպես բացվեց ամերիկյան զինապահեստը, նկատում են հայաստանյան փորձագիտական վերլուծական համայնքում։ Միաժամանակ տեսնում ենք, որ եթե Հայաստանի մասով գիտատեխնիկական նորամուծություններ են, ինովացիոն տեխնոլոգիաներ են ներդրվում, ապա Ադրբեջանի մասով հիմնականում ռազմաստրատեգիական կարևորության զենքերի վաճառք է դրվում։ Եթե 907 բանաձև անգամ դե յուրե չի դուրս գալիս, օրինագիծը չի հաստատվում, բայց այդուհանդերձ զենքի սպասարկումը տրամադրվում է Ադրբեջանը, այստեղ շատ լուրջ մտածելու տեղիք կա։ Ըստ մասնագետի, այստեղ մինչև իսկ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման հարցը կարելի է կասկածի տակ առնել։ Ինչպես կարող է երկու երկրներ, որոնք նոր են պատերազմական իրավիճակից դուրս եկել ու փորձում են խաղաղություն հաստատել, բայց այդուհանդերձ մի կողմը զինվում է, ավելի ճիշտ մի կողմին զինում է այն կողմը, որը որ իր վրա է վերցրել միջնորդի խաղաղարարի կարգավիճակը։ Խաղաղության շուրջ հայտարարությունների եւ անվտանգային քաղաքականության միջև հավասարակշռությունն այս փուլում շարունակում է մնալ տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներից մեկը։ Բարիդրացիության օրակարգն ու ռազմաքաղաքական հաշվարկները զուգահեռ են, շարունակելով ձևավորել միևնույն քաղաքական իրականությունն ու իրենց հետ բերելով նաեւ նոր հարցադրումներ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։